Բարև ձեզ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ է մնացել։ Մենք այսօր որոշել ենք ուսումնասիրել եւ ձեզ ներկայացնել քաղաքական ուժերի ծրագրերում գիտությանը վերաբերող հատվածները, իսկ այդ գործում մեզ կօգնեն ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսորներ Հայկ Սարգսյանը եւ Արթուր Իշխանյանը։ Շնորհակալություն պարոնեք մեր հարցազրույցի առաջարկը ընդունելու համար։ Ես առաջարկում եմ հետեւյալ կերպ ծրագրերից խոսենք, հետեւյալ հաջորդականությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Հայաստան դաշինք, Պատիվ ունեմ դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայ ազգային կոնգրես կուսակցություն, Լուսավոր Հայաստան կուսակցություն եւ բաց այս իմ կողմից առանձնացված այս 6 կուսակցություններից բացի, եթե դուք մյուս ուժերի ծրագրերից որոշ բաներ կա, մտքեր կա, վերլուծություններ կա եւ ուզում եք նշել, կխնդրեմ անպայման բաց չթողնենք այդ հնարավորությունը եւ ծրագրերից խոսելուց առաջարկում եմ հետեւյալ բովանդակությամբ խոսենք, միտքը նրանում է, որ գնահատենք նախ խորքային է կուսակցությունների գնահատականը իրենց ծրագրերում գիտության ոլորտին, ապա ծրագիրը մակերեսային է թե ոչ, եւ իրատեսական է այն խոստումները, որոնք որ քաղաքական ուժերը նկարագրում են, ներկայացնում են եւ փորձում են այդ կերպ ընտրողներից ձայներ ստանալ։ Առաջինը, ինչպես ասացի, քաղաքացիական պայմանագրի ծրագիրը դիտարկենք, այնտեղ ծավալուն մի հատված իրենք նշում են, թե որպես կառավարող ուժ ինչեր են արել 3 տարիների ընթացքում, թվերել կան եւ ասում են նաեւ ինչ են անելու, եթե նորից կառավարման ղեկը վերցնեն։ Պարոն Իշխանյան, խնդրում եմ ասեք, արդյոք խորքային գնահատական կա գիտության ոլորտին։ Տեսեք, ես ուզում եմ խոսքս մի քիչ ընդհանուր հնչի։ Նախ պետք է ասել, որ ընդհանրապես բոլոր ընտրությունների ժամանակ ցավոք սրտի գիտության ոլորտի խնդիրները եւ գիտության զարգացումը երբեք չի դարձել նախընտրական ծրագրերի լուրջ մաս, չի դարձել հանրային քննարկման դիսկուրսի լուրջ առարկա եւ դա խոսում է այն մասին, որ բոլոր դեպքերում անկախ ամեն ինչից մոտեցումը խորքային չէ, չի եղել այդպեսին անցյալում։ Ցավոք սրտի ես պետք է ասեմ, որ իմ գնահատմամբ ընդհանուր առմամբ համարյա նույն վիճակն է տիրում այսօր։ Անշուշտ կա որոշակի թեթև աշխուժացում եւ դա կապված է գիտուժ նախաձեռնության ակտիվության հետ, որը գիտուժ նախաձեռնությունը, որը միավորում է ըստ իս այսօրվա մեր հասարակության երիտասարդ այն ամենաինտելեկտուալ եւ առաջադեմ խավը, որը առաջ է քաշել այդ ոլորտի կարևորման հարցերը, կա որոշակի աշխուժացում, բայց իմ ընդհանուր գնահատականը բոլոր ծրագրերի, բոլոր կուսակցությունների այնուամենայնիվ այն է, որ խորքային հարցադրումները դիտված չեն, ընդհանուր առմամբ։ Տեսեք, որպեսզի մենք պետք է գիտակցենք, որ սա 21-րդ դարն է եւ մեզ անհրաժեշտ է ազգային մոդեռնիզացիա, գիտատեխնիկական մոդեռնիզացիան պետք է դառնա ազգային զարգացման դոկտրին։ Այդպիսի մոտեցման պարագայում բոլոր հասարակական, քաղաքական, տեսական, բոլոր գործունեության բոլոր ոլորտները պետք է տոգորված լինեին դրանով։ Այդ դեպքում միանգամայն այլ կլիներ ծրագրերի պարունակությունը, որովհետև ծրագրերում ինչ պետք է լինի ընդհանուր առմամբ, պետք է լինի արկա խնդիրների վերլուծություն եւ ապա այդ խնդիրներին տրվելիք պատասխաններ, որոշակի ճանապարհային քարտեզ, ռեսուրսների նշում, դա կլիներ խորքային հետևողական ծրագիր։ Հիմա եթե մենք վերադառնանք քաղաքացիական պայմանագրի ծրագրին, այսինքն ձեր տված հարցին, պետք է ասել, որ քիչ թե շատ այստեղ նորմալ նկարագրված է այն, ինչ իրենք արել են եւ այն, ինչ մտադիր են անել։ Ես կարող եմ տալ մեկ գնահատական։ Այն, ինչ արվեց վերջին ամիսների ընթացքում 2 միլիարդ դրամի լրացուցիչ հավելյալ ֆինանսավորման հատկացումը, ինչպես նաև 2022 թվականից բազային աշխատավարձերի աշճանական բարձրացման վերաբերյալ որոշումը անշուշտ խիստ ողջունելի որոշումներ են։ Այնուհանդերձ գլխավորը այն է, որ դա չի լուծում որևէ հարց, որը նշվում է։ Կրկին նույն վիճակն է։
եթե մենք նայում ենք ինչ խնդիրներ կան, օրինակ կա ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու խնդիրը։ ԿՊ ծրագրում կա այդպիսի խոստում։ Այստեղ չկա այնպիսի մոտեցում, այնպիսի քայլերի հաջորդականություն նշված, որը կլուծի այդ խնդիրը։ Եվ այդպես մնացյալ խնդիրները, վերազինման խնդիրը եւ այլն։ Մասնավորապես նրանք ասում են, որ աստիճանական բարձրացումը պիտի տեղ ունենա մինչև 25 թվական, մինչդեռ մենք ժամանակ չունենք, ինչու, որովհետև այսօրվա գիտնականների միջին տարիքը 65 եւ դրան 65 է, հետեւաբար տեղի ունենալու անընդհատ կորուստ բնական պայմաններով եւ այսպիսի այսօրինակ մոտեցումը կարծես թե նշանակում է, որ մենք հրաժարվում ենք օգտագործել պոտենցիալի մի մասը։ Պետք է անհապաղ կտրուկ մեծացում։ Անշուշտ ողջունելի բաներ կան, այդ ծրագրում ես չեմ ուզում մանրամասնել, ուղղակի ասի ընդհանուր գնահատական է։ Ցավոք սրտի հարցերը տեղայինային են, ռազմավարական առաջարկները տեղային են, չեն տալիս ռազմավարական լուծումներ։ Այսինքն համալիր լուծում քաղաքացիական պայմանագրի ծրագրում գիտության մասով չկա։ Այո, ես իմ գնահատականը ընդհանուր առմամբ այդպեսին է։ Շատ լավ, պարոն Սարգսյան, խնդրում եմ դուք էլ ձեր գնահատականը հակիրճ ոլորտի վերաբերյալ եւ ես ասեմ իմ կարծիքով ամենամեծ խնդրումը որն է։ Ամենամեծ խնդրումը կայանում է նրանում, որ ցավոք սրտի Հայաստանում որևիցե քաղաքական ուժ այս բոլոր ընտրությունների ընթացքում տենց էլ չկարողացավ խորքային իմաստավորել գիտության դերը երկրի կառուցման գործում, երկրի կայացման գործում։ Եվ իրոք ես լիովին համաձայն եմ պարոն Իշխանյանի հետ, որ այժմ կա որոշակի աշխուժացում այդ ուղղությամբ եւ այստեղ երկու հանգամանք էական դեր խաղացին։ Մեկը անշուշտ դա գիտուժն էր եւ երկրորդը պարտությունը։ Որովհետեւ այդ պատերազմը հստակ ցույց տվեց, թե ինչ էր նշանակում տեխնոլոգիապես հետ մնալը եւ ինչ էր նշանակում նահանջել կրթական եւ գիտական ոլորտներում։ Դա միարժեք դրա հետևանք էր, ես բազմիցս դա նշել եմ, մենք պարտվել ենք տեխնոլոգիական պատերազմի, ինչպես շատ սիրում էր Արտուր Հովհաննիսյանը ասել, 5-րդ սերնդի պատերազմ էր եւ այլն այլն։ Այսինքն այստեղ միարժեք հարցը հետեւյալն է. պետք է տալ գնահատական նախ եւ առաջ, իմ կարծիքով ամենակարևոր բանը նա է, որ պետք է որոշել եւ հստակեցնել գիտության դերը պետականաշինության գործում, որն է քաղաքական ուժերից գոնե մեկը պետք է դա անի։ Ցավոք սրտի այս ամենը չի արվում այստեղ։ Քաղաքացիական պայմանագրի ծրագիրը բավականին լուրջ ծրագիր է։ Ես նայեցի, մանրամասն գրել էր եւ ես կարծում եմ այստեղ շատ մեծ դեր են խաղացել գիտության պետական կոմիտեի տղաները, որովհետեւ նրանք բավականին լուրջ ծրագրեր են իրականացնում։ Սա թիրախային ծրագիր է եւ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ հնարավոր լինի երիտասարդներին ներգրավել, ֆինանսավորման աճի հետ կապված պարոն Իշխանյանը արդեն նշեց, ինչ որ կոնկրետ քայլեր են կատարվում, դա ողջունելի է։ Այստեղ մի առանձնահատկություն կա, որը ինձ դուր եկավ, դա ըստ էության փորձն է որոշել այսպես կոչված ռազմավարական ուղղությունները գիտության զարգացման, այստեղ կա տվյալագիտություն, արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ, այսինքն սա խոսում է նրա մասին, որ մասնագետները, որոնք մշակել են այս ծրագիրը, իրենք բանիմաց են, նրանք հասկանում են, այսպես ասած, տենդենցիաները, որոնք որ կան համաշխարհային գիտական դաշտում, որը նաև տանում է դեպի տեխնոլոգիաներ, եւ այդ տեսանկյունից ես կարծում եմ դա բավականին կարևոր բան է։ Կա նաև լուրջ ուշադրություն, որը որ դարձվում է այսպես կոչված ինտելեկտուալ սեփականության պաշտպանության հարցերին, որովհետև եթե դուք ունենում եք այսպես ասած գիտական որոշակի ներուժ, անհրաժեշտություն է առաջանում այդ գաղափարների իրավական պաշտպանության հարցը եւ դրան հատուկ ուշադրություն է դարձվում։ Նու ստեղ պետք է նշել նաեւ այն հանգամանքը, որ ամեն անգամ փորձ է արվում ավելացնել տոկոսային մասը հնայի, որի միջոցով մենք կարող ենք ֆինանսավորել, դուք գիտեք, որ չնչին գումար է դա կազմում, ընդամենը 0.25%-ն է, որը շատ փոքր գումար է, եւ երկրում գիտությունը սկսում է զարգանալ այն դեպքում, երբ մեկից բարձր է լինում, այսինքն մոտ 4 անգամ պետք է առնվազն ավելացնել, որ մենք կարողանանք գոնե չսուզվենք, ինչ որ ձևով կարողանանք պահել իրավիճակը։ Ո՞նց է փոքր են շեմը դրել, որ իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև իմիջիայլոց ես ասեմ, որքանով որ ավելի մեծ հավանականություն է կուսակցության գալ իշխանության, այնքան ավելի զուսպ եւ ավելի զգուշ է նրանք արտահայտվում, որովհետև հետո պետք է իրենց խոսքերի համար պատասխան տան։ Այս նրբությունը կա։
Բայց ընդհանուր առմամբ ես մի բան կարող եմ ասել, ինչի հետ ես լիովին համաձայն եմ պարոն Իշխանյանի մտքի հետ, որ մենք պետք է ունենանք ինչ-որ գլոբալ ծրագիր։ Եվ այդ ծրագրի շուրջ պետք է միավորվի ամբողջ գիտատեխնիկական ներուժը Հայաստանի, ասենք ինչպես խորհրդային միության ժամանակ դա արվեց միջուկային ծրագրի շուրջ եւ տիեզերական ծրագրի։ Մի քանի ծրագրեր խորհրդային միությունը բերեցին գիտության ասպարեզում առաջատար երկրներից մեկը։ Ստեղ դրա համար եմ ասում, թիրախավորված եմ, բայց որ ասել, որ գոյություն ունի ինչ-որ մի առանցքային ծրագիր, որը որ այսպիսի լոկոմոտիվի դեր խաղա, որը որ իր հետևից ամբողջությամբ տանի եւ դա բնականաբար կբերի նաեւ կրթական համակարգի կտրուկ զարգացմանը, որովհետեւ գիտությունը, կրթությունը եւ դպրոցը դա պարզապես մեկ ամբողջական եւ հզորագույն համալիր է։ Դա ես չեմ տեսնում ցավոք սրտի եւ դա ինչ որ առումով նաեւ քաղաքական ամբիցիաների հարց է։ Մենք միշտ շատ համեստ ենք մոտենում այդ հարցին։ Շատ լավ։ Հաջորդ քաղաքական ուժը Հայաստան Դաշինքն է, եթե Հայաստան Դաշինքի ծրագրի մյուս ոլորտներին վերաբերող հատվածները շատ եւ բովանդակությամբ խորքային են եւ ծավալվել, նաեւ թվեր կան, գիտության մասը կարծեք թե համեստ է։ Այո։ Ինչպես եք գնահատում Հայաստան Դաշինքի ծրագրի նախ ծրագրում խնդիրների գնահատումը եւ իրատեսականությունը եւ ընդհանրապես այսքան փոքր անդրադարձ։ Գիտեք ոնց է, իրատեսականը թե ոչ ակնհայտ է, որ իրատեսականը, որովհետեւ շատ սեղմ է գրված եւ ես կարծում եմ նույն էֆեկտն է այստեղ դերը խաղում։ Այս քաղաքական ուժը նույնպես հասկանում է, որ լուրջ շանսեր ունի գալ իշխանության եւ հետեւաբար պետք է շատ զգուշ արտահայտվել։ Այդ իսկ պատճառով շեշտադրումներ կան, ճիշտ շեշտադրումներ կան եւ գնահատականի վերաբերյալ եւ այն հանգամանքի, որ կրթությունը, գիտությունը եւ մշակույթը խաղում են առանցքային դեր պետության ապագայի համար եւ ինձ մի բան է զարմացրեց, որ անկեղծ ասած, եթե քաղաքացիական պայմանագրի պարագայում ես զարմացած չէի, որ ազգային ակադեմիայի մասին որևէ նշում չկա, որովհետև որքան որ մենք հասկանում ենք, քաղաքապայմանագրի տեսակետը այդ առումով բավականին հստակ է, ակադեմիան պետք է լինի պարզապես հասարակական կազմակերպություն եւ այսպես ասած կարգավիճակով չպետք է հանճարների ակումբ, էլի, բայց կարգավիճակի հարցը մի քիչ այլ է։ Այստեղ ես չտեսա որևէ քննարկում ակադեմիայի դերի վերաբերյալ։ Այն դեպքում, երբ իմ համոզմունքն է, որ անկախ նրանից ով է ակադեմիայի ղեկավարությունը, պետք է ակադեմիան պահպանել ինչպես շատ կարևոր ազգային արժեք, դա չափազանց կարևոր ինստիտուտ է եւ նման ինստիտուտի անհետացումը մեր համար կարող է ծանր հետևանքներ ունենալ նախ եւ առաջ հոգեբանական առումով, որովհետեւ մի բան է լինել Հայաստանը ունենալով ակադեմիա եւ լրիվ այլ բան է այդ ակադեմիան չունենալը։ Դա իմ համոզմունքն է, անձնական կարծիքն է։ Նորից ասում եմ, անկախ նրանից ովքեր են կանգնած ղեկավարությանը ակադեմիայի։ Եվ եկեք չմոռանանք, ակադեմիան ձևավորվել է Հայաստանում այն դեպքում, երբ Կուրսկի դուգայում դեռ մարտեր էին ընթանում եւ ամենածանր ժամանակահատվածում, երբ սկզբունքային որոշում էր կայացվել Մոսկվայում, որ Հայաստանում պետք է սկսի զարգանալ գիտությունը, այդ քայլը կատարվեց, որում 43 թվականին Ալիխանյան եղբայրները եկան եւ տիեզերական ճառագայթներ էին ուսումնասիրում։ Էլ ինչ են խոստանում։ Նրանք ինովացիաների հետ կապված, նրանք փորձում են ինովացիան համակարգերի եւ փորձում են այնպես անել, որ կիրառական գիտությունը զարգանա, սակայն չի երևում այստեղ հիմնարար գիտությունների դերը։ Իմ խորին համոզմունքով առանց հիմնարար գիտությունների կիրառականն պարզապես չի կարող զարգանալ եւ այդ իսկ պատճառով այդ սեգմենտացումը նեղ այդ դերը, որ գիտությունը կիրառական, որ արդյունք բերի, դա մի քիչ վտանգավոր է, որովհետեւ իրականում հենքը այդ ամենի հանդիսանում է հիմնարար գիտությունը, դա միարժեք այդպես է։ Շատ լավ, ինչ կասեք, պարոն Իշխանյան, Հայաստան Դաշինքի։ Լիովին լինելով համաձայն, ես ուզում եմ ավելացնել եւ խորացնել։ Ուրեմն խորացնելով ասածը, ես համարում եմ Հայաստան Դաշինքի ծրագիրը, չնայած որ գոյություն ունեն դրական շեշտադրումներ, օրինակ բարձր որակավորման պարտադրյալ մասնագետներին գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավումը, հա բնագիտական ոլորտի ուսանողների ֆինանսավորումը 50%-ով ավելացնելու եւ այլն,
Դրանք փոքրիկ դրանք շեշտադրումներ են, որոնք լավն են, բայց ընդհանուր ես ուզում եմ բավական ծանր արտահայտվել, ես ունեմ լուրջ երախտապություն այս ծրագրից։ Ինչ ասեմ, որովհետև այն պետք է լիներ նվազագույնը չզիջեր իր գլխավոր քաղաքական ահոյանի ծրագրին իր խորությամբ։ Եվ ես համարում եմ, որ սա մեծ բաց թողում է, բայց այստեղ ուզում եմ նշել մեկ հանգամանք։ Խստի, որ ես պատահմամբ լսեցի նրանց ծրագրի ներկայացումը եւ այնտեղ ասվեց, որ սա ընդհանրապես սկիզբ է, իրենք բաց են քննարկումների։ Իրենք ասում են առաջարկներ կարող են ներկայացնել առաջարկներ եւ այլն։ Գիտեք ինչ, ես կարտահայտվեմ խիստ։ Ուրեմն այդ առաջարկները արվելու են եւ արվում են հիմա, եւ եթե միառժամանականց մենք չտեսնենք ծրագրային փոփոխությունները, ապա իրոք հիասթափությունը կլինի շատ մեծ։ Ես քաղաքական չեմ մոտենում հարցին, ես ասում եմ անհրաժեշտ է հստակ թվարկել խնդիրները, ասել դրանց լուծման ուղղությունները, նշել համապատասխան ռեսուրսները, հատկացումները, թվեր են պետք։ Այստեղ օրինակի համար չկա ֆինանսավորման վերաբերյալ որևէ թիվ։ Իսկ դա լավ չէ։ Անհրաժեշտ է նշել, այսինքն այսպիսով ռեսուրսները եւ այլն, ընդհանուր ծրագիր է պետք։ Միայն մեկ բան, նրանք խոստացան, այսպես հանդիսավոր, որ կլսեն առաջարկները եւ այլն, եւ ես ասում եմ, այդ առաջարկներն այս բանի ներկայացվում են, եւ ես հույս ունեմ, արմատական փոփոխություն կլինի։ Հակառակ պարագայում ես ասում եմ, միայն մեկ բառ կարող է բնութագրել հիասթափություն։ Շատ լավ, գուցե արտահերթ ընտրությունները հենց քիչ ժամանակ են նախատեսում նախապատրաստվելու, գուցե որովհետեւ պատճառ կա։ Ես դրա համար ասացի, որ ես ըմբռնումով եմ ինչ որտեղ մոտենում, բայց ակնկալիքները հստակ են։ Ես համաձայն չեմ ձեր ասածի հետ, որովհետեւ ես համարում եմ, որ մենք այն իրավիճակում ենք, երբ նախ եւ առաջ անհրաժեշտ է ուշադրությունը դարձնել այս համակարգի վրա, որովհետեւ վերջապես պետք է հասկանալ, որ միայն եւ միայն կիրթ հանրությունն է ի վիճակի հաղթահարել տնտեսական խնդիրներ։ Վերջին հաշվով եկեք չմոռանանք, որ այս զարհուրելի արտահոսքը դա հետևանքն է նրա, որ ազգաբնակչությունը կրթական ցածր ցենզ ունի։ Բարձր կրթական ցենզ ունեցող ազգաբնակչությունը ի վիճակի է աշխատատեղ ստեղծել։ Շատ ավելին, ես մի բան էլ ավելացնեմ։ Չմոռանանք, որ մեր այս ծրագրերը պետք է ուղղված լինեն ապագային երկարաժամկետ։ Իսկ երկարաժամկետ ակնհայտաբար այսօր աշխարհին համաշխարհային մարտահրավերներ կան։ Օրինակ արհեստական բանականության արդյունքում այն, որ առաջիկայում սպասվում է ամբողջ մոլորակով մեծ գործազրկություն, եւ այդ գործազրկությունը բնականաբար առաջին հերթին հարվածելու է առավել նվազ ինտելեկտուալ աշխատանքին եւ ունենալով այդպիսի աշխատաշուկա, այնինչ մենք ունենք այսօր Հայաստանում, դա անդրադառնալու է մեր վրա ամենածանր ձևով, եւ այդ հարցի կարծիքով որևէ կուսակցություն Պարոն Սարգսյանի ասածը, որ մեզ միայն կիրթ հասարակությունն է ընդունակ մենք պիտի գիտակցենք, որ արհավիրքները դեռ առջևում են, այն, որ մենք այսպիսի ծեծ կերանք այս պատերազմում պետք է սթափեցնող լիներ, ես այդ պատճառով ասում եմ, այս ծրագիրը չի բավարարում։ Շատ լավ։ Հաջորդը պատիվ ունեմ դաշինքն է, որ հանրապետական կուսակցության եւ հայրենի կուսակցության միավորման ձևավորվել, այնտեղ կարծեք թե կոնկրետ թիրախային եւ գնահատականներ եւ խոստումներ կան։ Ես ձեզ ասեմ, օրինակ մի բան է, որ ինձ ես կարծում եմ այստեղ կարևոր է այս դաշինքի ծրագրում, դա այն է, որ նրանք կետ ունեն, որտեղ համարում են, որ պետք է իրականացնել գիտության, գիտական կարիերայի հանրայնացման, գիտնականների աշխատանքի լուսաբանման, գիտական կարիերան ընտրելու խրախուսման լայնածավալ ծրագիր։ Այս սա շատ կարևոր բան է։ Այսինքն սա մթնոլորտի ձևավորումն է։ Երբ ասում են երիտասարդները գիտություն չեն գնում, շատ པարզ պատճառով, որովհետև լրիվ այլ քարոզչություն են տեսնում իրենց շուրջ։ Եթե նրանք տեսնեն, որ կա գիտնական, ով ունի հաջողության պատմություն, երիտասարդները կփորձեն հասկանալ, իսկ որքանով է դա իրոք գրավիչ։ Այսինքն կերպարը գիտնականի երկար տարիներ ինչ որ առումով վարկաբեկվել է եւ հեգնանքի է ենթարկվել։ Եվ սա խաղացել է ծայրաստիճան բացասական դեր։ Մեր երիտասարդների մեծ մասը չգիտի նրա մասին, որ մինչև 40 տարեկան բազմաթիվ մենք երիտասարդներ ունենք, տղաներ, աղջիկներ, ովքեր փայլուն կերպով զբաղվում են գիտությամբ,
նրանք լավ ապահովված են նյութականապես եւ նրանք ոտի մեկը այստեղ, ոտի մյուսը արևմտյան համալսարաններում նրանք շատ վստահ ոտքի վրա են կանգնած։ Կերպարը, որ ձևավորվել էր այս տարիների ընթացքում, նվացող, վատ հագնված, ինչ որ անընդհատ ինչ որ բողոքող այդ դա որ ամեն կերպ կուլտիվացիա էր արվում, սա զարհուրելի դեր խաղաց։ Եվ շատ կարևոր է որ հանրապետականները հասկացել են որ դա լուրջ բան է եւ պետք է փոխել իրավիճակը։ Ինչ չկա իրենց ծրագրում։ Նույն բանը որ ես ասում եմ, հավակնոտ խոշոր ծրագիր, որի շուրջ կարելի է միավորել եւ տանել առաջ ամբողջ գործողություններից։ Հասկանում եք, եւ ամենակարևորը չկան մեխանիզմները։ Հա, եւս կարևոր բան։ Եթե կարելի է Սա նաև բոլորին է վերաբերվում մեխանիզմները։ Երկու հանգամանք, որը շատ կարևոր է։ Առաջինը, բոլորը խոսում են առևտրայնացման մասին, գիտության ոլորտի, բայց ոչ ոքի մոտ հատուկ նշված չի այն հանգամանքը, որ պետք է նոր տիպի մասնագետներ, մենեջերներ պատրաստել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որ կարողանան այդ բիզնեսի նրբությունները հասկանան, որովհետև դա հատուկ շատ խորը գիտելիքների պաշար է պահանջում, եւ երկրորդը պետք է մշակվի շատ ճկուն եղանակ գիտական հանրության կողմից էքսպերտների թիմի ձևավորման ուղղությամբ։ Դա հիմա փորձում է անել ամեն կերպ գիտության պետական կոմիտեն, երբ գիտաչափական միջազգային չափանիշներով փորձում է առանձնացնել այն խումբը մարդկանց, ովքեր կարող են գնահատական տալ եւ պրոֆեսիոնալ գնահատական, բայց այս ամենը կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ լինեն ճիշտ հնարավորինչափ օբյեկտիվ մեխանիզմներ, պարամետրեր, որով հնարավոր է գիտությունը ինչ որ առումով գնահատել։ Մի քիչ միգուցե վատ է հնչում այդ բառը, բայց դա է նույնպես ինչ որ արդյունքներ են, որոնք պետք է ստանան իրենց գնահատականը։ Այդ բանը ցավոք սրտի չկա։ Պարոն Իշխանյան, պատիվ ունեմ Դաշինքի ծրագրի վերաբերյալ ձեր դիտարկումները որոնք են։ Նախ բացարձակ բոլոր նշված հանգամանքներին, պարոն Սարգսյանի կողմից նշված հանգամանքներին լիովին համաձայն են։ Բացակայում է հավակնոտ ծրագիրը։ Բացակայում են կարևոր կետեր, ինչպես օրինակ առևտրայնացման հետ կապված համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստման եւ այլն եւ այլն։ Կան դրական կետեր։ Օրինակ պատիվ ունեմ այս դաշինքում պետք է դրական համարել այն, որ նշված են խնդիրները, այս պահի խնդիրները։ Մինչդեռ մենք ուզեինք, որ ընդհանրապես ապագայի տեսակետից համալիր դիտվեն, բայց այս պահի խնդիրները նշված են եւ նշված են այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերը։ Բայց դա այն ամենն է, ինչ նշված է։ Այդ խնդիրները լուծելու համար, արկա խնդիրները լուծելու համար պետք է։ Ինչպեսի պատասխանը կա։ Ինչպեսի պատասխանը իսպար բացակայում է։ Սա ըստիս ընդունելի չէ։ Բացարձակ ընդունելի չէ։ Եթե Հայաստան դաշինքի դեպքում մենք ասում ենք, որ ես ամենայն դեպս սպասելիք ունեմ, որ դեռևս ինչ-որ բաներ կփոխեն եւ այլն, պատիվ ունեմ դաշինքի դեպքում դա ընդունելի չէ պարզ պատճառով։ Պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչները գործել են որպես կրթության եւ գիտության նախարար երկար տարիներ, շատ երկար տարիներ։ Եվ իմ ակնկալիքն այն էր, որ նրանք կտային շատ ավելի բացված, շատ ավելի լավ ծրագիր։ Այնպես որ ես պետք է ասեմ, համադրելով հավակնությունները եւ անցած ուղին հանրապետական կուսակցության այդ ոլորտի ղեկավարման եւ այս գրած ընդունելի չէ։ Շատ լավ, հաշվի առնելով ժամանակից սղությունը, կխնդրեմ կոնկրետ ծրագրերից մյուսների մասով մեր ընդհանուր մտքերը վերջում ամփոփելուց արդեն կասենք, Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագիրը շատ ծրագրի մեջ գիտության մասը զարմացրեց, շատ փոքր էր։ Ինձ դա զարմացրեց, որովհետև ի վերջո մենք գիտենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այն կուսակցությունն է, որը ավանդաբար մտնում է պարլամենտ։ Եվ ճիշտ ասած ես որ նայեցի, զարմացա, բացարձակ ինչ որ հավակնությունների մասին անգամ ասել հնարավոր չի։ Նշված է ընդամենը 3 կետ, որոնք ավելի շատ կրում են դեկլարատիվ բնույթ, բացի այն հանգամանքից, որ 3 տարվա ընթացքում ՀՆԱ-ի 1.5%-ն են նրանք ուզում բերել եւ հասցնել մեր ուրեմն գիտության ֆինանսավորումը,
բայց այստեղ նաև կրթության վերաբերյալ իրենք ասում են, որ պետք է պարտադիր կերպով այնպես լինի, որ տաղանդավոր երեխաները որևիցե պարագայում չզրկվեն ուսման հնարավորությունից, ճիշտ ասած նորից մեխանիզմների հարցն է։ Այդ դեպքում պետք է հատուկ ֆոնդ ստեղծվի, պետք է ինչ-որ որոշակի մեխանիզմներ իրական ձևավորվեն եւ առհասարակ ինչ ճանապարհով դա պետք է արվի, դա նույնպես հասկանալի չի։ Գնահատականները ճիշտ են, բայց առարկական ճիշտ են, բայց շատ սուղ են, միակ թիվը այդ 1.5%-ն է եւ Օրինիշխանյան դուք ինչ կասեք։ Նույն բանը չափազանց զուսպ ընդամենը մի 3 նախադասություն անշուշտ ողջունելի նախադասություն է ՀՆԱ-ի 1.5%-ին հասնելը 3 տարում գիտության ֆինանսավորումը բավական անհասկանալի այսպես ցանկությունների մակարդակով ասված է որ բարձր տեխնոլոգիական գիտական արդյունքներ ապահովող գիտահետազոտական ծրագրերը պետք է իրականացվեն առաջանցիկ ֆինանսավորմամբ պետք է ձևով եւ մի քիչ բավական անհասկանալի մեր հանրապետության 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ձևավորվեն նաեւ բարձրակարգ գիտական եւ հետազոտական կենտրոններ բացակայում է վերլուծություն, բացակայում են մեխանիզմներ, ցանկություններ, դեկլարացիաներ։ Ես իմիջիալից այդ միտքը պարոն Սարգսյանի այո կրկնեմ։ Սա զարմանալի է, որովհետև երկար տարիներ արդեն 1.5 տասնամյակ հանդիսանալով ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժ թվում է թե ավելի լուրջ պետք է ներկայացնեին։ Շատ լավ, Հայազգային կոնգրեսը։ Այստեղ բավականին լուրջ է։ Այստեղ բավականին լուրջ է եւ անալիզ են արել, բավականին լուրջ անալիզ են արել եւ նախ եւ առաջ նրանք բերում են այն թվերը, որոնք որ հատկացվել են գիտության համար, եւ նույնիսկ այստեղ գրած է ՀՆԱ-ի խղճուկ 0.25%-ը, նույնիսկ նշում են, որ դա առանձնապես մի բան չի։ Ես այստեղ կուզենայի նշել ինչպես դրական կողմ այն հանգամանքը, որ ազգային կոնգրեսի ծրագրում ներկայացված է մի հանգամանք, որի մասին մենք երկար խոսացել ենք, որ Հայաստանում պետք է անպայման պահպանել ավանդական այն ուղղությունները, որոնք հաջողված են դեռ Խորհրդային Միությունից, եւ նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում այստեղ հիմնարար գիտություններին։ Այսինքն մենք դա հասկանում են։ Գիտակցում են։ Ես կարծում եմ, այստեղ Զուրաբյան Լևոնի դերը մեծ է, որտեղ Լևոնը ինքը ֆիզիկոս է եւ լուրջ դպրոց է անցել գիտական ֆիզիկայի ինստիտուտում, եւ նրանք հասկանում են ինչ կարեւոր նշանակություն ունի հիմնարար գիտությունը։ Այսօր մենք ցույց են տալի աճի մասին, որ տարեկան 0.2%-ով պետք է աճ անել եւ իրականացնել դա եւ փորձել վերել, չէ, հենց այդ է, մեխանիզմները չկա։ Այ դա ամենակարևորն է, էլի, որ չկա։ Նրանք առաջարկում են ստեղծել բարձր տեխնոլոգիական խորհուրդ։ Սա էլ կարևոր հանգամանք է։ Դա ինչ որ առումով ծածկում է այդ էքսպերտների հարցը։ Սակայն փորձը ցույց է տալի, որ երբ մի խորհուրդ է լինում, այդ խորհրդի քննարկումները սովորաբար ինչ որ լավ մտքերի, այսպես ասած, շտեմարան է դառնում եւ վերջ։ Պետք է լինեն թիրախային նեղ մասնագիտացված խորհուրդներ, որոնք կարող են արդեն կոնկրետ արդյունքների վերաբերյալ ինչ որ կարծիք հայտնեն, սակայն գաղափարը լավն է։ Այստեղ կարևոր բանը, որ Հայազգային կոնգրեսի ծրագրում կա մի կետ, որը հանրակրթական դպրոցներում նոր տեխնոլոգիաների, այսպես ասած, դասընթացների ներմուծման գաղափարն է, դա շատ ճիշտ բան է, որովհետև սրընթաց զարգացումը տեխնոլոգիաների բերել է նրա, որ նոր էապես այլ գիտելիքների կարիք է անհրաժեշտ լինում փոխանցել աշակերտներին։ Դու գիտեք, որ մեր մոտ կար լուսահոգի Կարեն Վարդանյանը այդ ուղղությամբ շատ լուրջ գործեր անում։ Հիմա ես նույնպես բազմիցս նշել եմ, որ քվանտային տեխնոլոգիաներն են ամենուրեք սկսել թափանցել եւ դպրոցում քվանտային ֆիզիկայի մասնավորապես դասավանդումը արդեն լրիվ այլ որակով պետք է ներկայացնել աշակերտներին, որովհետեւ լրիվ այլ տիպի դասընթացներ են նախ եւ առաջ ճարտարագիտական բուհերում գալիս, որովհետեւ քվանտային մեխանիկան դառել է ճարտարագիտական գիտություն, ինժեներական գիտություն է այսօր։ Հիմքը տեխնոլոգիայի դա է։ Ես նույնպես ակադեմիայի մասին որևէ բան չի ասվում, երիտասարդացման հարց չեն քննարկում։ Միգուցե նրանք ենթադրում են, որ այս կոնտեքստում նաև դա է ենթադրում, բայց ես թիրախային այստեղ դա չտեսա, էլի։ Թիրախային նշված չէ, այո։ Այո։ Եվ փաստորեն լաբորատորիաների թարմացման հետ կապված, օրինակ բանի ծրագրում քաղաքպայմանագրի շատ լուրջ ուշադրություն է դարձում արդիականացման հարցին, որովհետև նրանք լավ հասկանում են, որ գիտություն դա նախ եւ առաջ փորձարարական բնագիտության մասն է խոսք գնում։ Այստեղ դրա վերաբերյալ ինչ որ տենց բան հատուկ թիրախավորված չկա։
Այդ դա ես կարծում եմ բաց թողում։ Շատ լավ, իսկ ինչ որ խոստանում են մեխանիզմների մասով, էլի նույնն է ձեր կարծիքը, 0.2%-ի հարցը նույնն է մնում, ինչպես, ինչ գումարներ եւ նորից հավակնոտությունը չկա, ինչպես եւ բոլոր բարակայում չկա այդ հավակնությունը։ Շատ լավ, ունեք ավելացնելու նույն բաներն են, բացի այն, որ ասում եմ, անշուշտ դրական է ասված, որ նրանք մտադիր են տարեկան 0.2% հնայի, ուրեմն աճով ավելացնել, մինչև հասնել 3%-ի, դա շատ դրական ողջունելի բան է, բայց կրկին բացակայում են մեխանիզմները, բացակայում են թիրախային ծրագրերը, բոլոր դեպքերում վերլուծություն է արված, կա եւ դրականը եւ բացականը։ Իրավիճակի իրենց գնահատականը ճիշտ է, անշուշտ ճիշտ։ Շատ լավ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացրել է իր ծրագրում այնտեղ միայն դեկլարացիաներ են։ Ես բան չեմ ասում, մեծ ցանկություններ են։ Այո։ Բայց նույնիսկ եթե դուք նայեք հաջորդականությունը ինչպես է ներկայացրած, ուղղակի sense կետերով բոլորը մի sense բանի մեջ, ընդհանրապես ուղղակի ցանկություններ են։ Լավ ցանկություն։ Թվեր նշված։ Ուղղակի եթե նայենք, տեսնենք թե ինչքան ցանկություն է, կարող է մի 1000-ամյակում միգուցե եւ լինի, էլի։ Արկել ասած ավելի, եթե թիրախային ու ավելի հստակեցված լիներ, դա լավ կլիներ, բայց լուսավոր Հայաստանում օրինակ ակադեմիայի դերը նշված է։ Հատուկ նշված է ակադեմիայի դերը։ Այո։ Նրանք հասկանում են գիտությունների ազգային ակադեմիայի եւ գիտատեխնոլոգիական կենտրոնների համար գիտաչափական կամ որակական չափորոշիչների մշակում եւ ներդնում։ Հետո հասկանում եք, այստեղ պետք է գիտությունների ազգային ակադեմիայի վերակազմավորում եւ վերազինում։ Ու ես կասեի նաեւ երիտասարդացման հարց կա շատ կարեւոր էլի։ Ինչ որ բաներ կա, որ մեզ թեև դեկլարատիվ է Լուսավոր Հայաստանի, բայց ամենայն դեպս տղաները այդ հարցին մոտեցել են եւ ես դա կարեւոր եմ համարում։ Նույնիսկ ասում դա իմ անձնական կարծիքն է, ես համարում եմ, որ ակադեմիան շատ մեծ արժեք է եւ պետք է պահպանել, դա իրոք մեծ արժեք է մեր համար։ Շատ լավ, պարոն Իշխանյան, ցավոք սրտի, միայն դեկլարացիաներ են, միայն բարի ցանկություններ են, դա ողջունելի է, բայց թվեր չկան, գործողություններ չկան, ինչպես հիմնականում բացակայում է սպառ, դա թերություններ են, որ արդեն մեզ ուղեկցում են այս 30 տարին միշտ նույն պատկերը, բացի ուղղակի ցանկություններից, ուրիշ ոչինչ սովորաբար չի ներկայացվում, ինչը ցավալի է, բայց փաստ է։ Շատ լավ, պարոն, խնդրում եմ ասեք մյուս ուժերից, որոնց ծրագրերի նայել եք ծրագրերը գիտության մասով, եթե նշումներ ունեք, խնդրում եմ շատ հակիրճ ասեք, գուցե կան այնպիսի ապագայի միտված այնպիսի մեծ խոստումնալից բաներ, թեև իրենք քաղաքական մեծ այտենց հնարավորություն։ Ճիշտ ասած, ես այդտեղ մի բան չհասկացա ազգային ժողովրդական բևեռի կողմից, կրթության համակարգը համապատասխանեցնել հարավ-հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին, էլի։ Հասկանում եք, դա նախ-առաջ շատ փոքր է, այստեղ բան չկա գրած ըստ էության, եւ անկեղծ ասած ես տենց էլ չհասկացա ինչ է իրենք ուզում ասել, էլի։ Հյուսիս հարավ նրանք ինչ նկատի։ Դա ինչ այդ լոգիստիկ խնդիրների հետ կապված է, թե ինչ էլի։ Մի քիչ հասկանում եմ, միգուցե ընդհանրաբար եմ ասում, այսպես ֆանտաստիկ ենթադրությունների մակարդակից։ Միգուցե նրանք նկատի ունեն, որ այդտեղ ներգրավված է Իրանը, ներգրավված է Չինաստանը, ուրեմն Պարսկերենի ավելի լայն դասավանդում, Չինարենի, բայց ես կարծում որ հանդիսանում է արմատական գիտական ծրագիր։ Իսկ քաղաքացու որոշումն էլ այդ որ կա, այդ կուսակցության, այնտեղ նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում մեր հայ գործընկերների արտասահմանցիների ներգրավումը գիտական դաշտ հայկական։ Պետք է ասեմ, որ գիտության պետական կոմիտեն վաղուց է այդ գործով զբաղված, ճիշտ է, միգուցե ոչ լայնածավալ, բայց փորձում են անել։ Եվ այստեղ պետք է ասել, որ նաև կա շարժում հիմա հայ գիտնականների, ովքեր արտերկրում են գտնվում, նրանք փորձում են ստեղծել մի կազմակերպություն, որի միջոցով կարողանան սկսել լայն համագործակցություն հայկական գիտական դաշտի հետ։ Դա լուրջ հարց է, որովհետև Սփյուռքի ներուժը պետք է լրջորեն օգտագործել, առավելևս որ մենք ունենք արդեն գիտնականներ, որոնք փայլուն գիտական կենտրոններում են աշխատում, MIT-ում, Կալցեխում,
եւ պետք է այդ թափը օգտագործել։ Սակայն դա պետք է արվի հետևողականորեն եւ ի վերջո դա պետք է լինի ինչ-որ ծրագիր պետական, առանցքային, որը ունենա, չգիտեմ, դասուներից մեկը պետք է լինի, որի վրա պետք է այս պետությունը։ Ես տեղյակ եմ, որ այսօր այդպիսի պրոֆեսիոնալ մակարդակով այդպիսի ծրագրեր մշակում են, երևի դուք եք տեղյակ, պարոն Սարգսյան, Գիտկոմում պրոֆեսիոնալ ձևի նման միտումներ ժամանակին եղել են ակադեմիայի կողմից, երբ արտասահմանյան անդամների ինստիտուտներ ներդրվում, բայց դա շատ աննշան փոքր գործողություն է։ Անհրաժեշտ է այս պայն որքան ես գիտեմ մոտ երկու ծրագիր է մշակվում, մեկը արտասահմանյան մեր Սփյուռքի հայ ներկայացուցիչների ուրեմն մասնակցությամբ Հայաստանում լաբորատորիաների հիմնման ղեկավարման, երկրորդը հեռավար ղեկավարման։ Չէ, դե հիմա օրինակ էս բաները առաջատար գիտական խմբերի ձևավորման ծրագիրը որ կա, այ փայլուն գործ արեցին տղաները գիտության պետական կոմիտեի, նրանք պարտադիր պահանջ են դրել, որ այդ խումբը, որ հավակնում է այդ ֆինանսավորումը ստանալ, պարտադիր պետք է ունենա ուրեմն արևմտյան ու արտասահմանյան գործընկեր, որը լինի լուրջ գիտնական խմբի ղեկավար, ցանկալի է հզոր համալսարանի ներկայացուցիչ եւ որը ակտիվ կերպով պետք է մասնակցի խմբի աշխատանքներին։ Շատ լավ։ Հիմա եթե շատ հակիրճ գնահատելու լինենք բոլոր ուժերի ծրագրերում երկարաժամկետ կտրվածքով գիտության վերաբերյալ իրենց մոտեցումներին եւ գանք կոնկրետ իրավիճակին, իրենց առաջարկած լուծումներին եւ խոստումներին, դրանք լոկալ կոնկրետ թիրախների են վերաբերվում թե ոչ, թե ընդհանուր կարողանում են իրենք համալիր հարցը կարգավորին ուղղված առաջարկներ անել։ Երկու մասի sense բաժանեմ հարցս։ Ինձ թվում է մենք արդեն համարյա պատասխանեցինք այդ հարցին, ամենայն դեպս ես ամփոփելու համար։ Ամփոփելով իմ կարծիքով անձնական տեսակետ է, որ բոլոր ծրագրերն էլ լուրջ թերություն ունեն, չեն պատասխանում բավարար չափով ներկա մարտահրավերներին, այն մարտահրավերներին, ինչը մեզ ակնհայտաբար ցույց տվեց 2020 թվականի աղետալի ամփոփումը 30-ամյա մեր նախկին ճանապարհի։ Տպավորություն է, որ այդտեղից դասեր առնված չեն։ Այս ծրագրերի տրամաբանությունը, մեծ հաշվով տրամաբանությունը, մոտեցումները հանդիսանում են շարունակություն նրա, ինչ եղել է 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ եւ այլն, արմատական փոփոխության, գիտության նկատմամբ պետության եւ հանրության վերաբերմունքի արմատական գիտակցում, որ գիտատեխնոլոգիական զարգացումը, մոդեռնիզացիան ազգի բոլոր ոլորտներում պետք է հանդիսանա ազգային զարգացման դոկտրին, նման մոտեցումից, փիլիսոփայական մոտեցումից, որ հասարակական, քաղաքական, տնտեսական, միջազգային բոլոր գործունեությունները պիտի տոգորված լինեն գիտահեն տեխնոլոգիաներով, գիտությամբ, որևէ նման բան ըստ իս այս ծրագրերում չկա։ Սա ցավալի է։ Այս ամենը կիսակ հայլեր կարող են դիտվել լավագույն դեպքում։ Դրական միտումները, որ մենք նշեցինք, դրական կետերը, բոլոր դեպքերում հանդիսանում են ընդամենը կիսակ հայլեր, իսկ առում կամ գետը հնարավոր չէ թռչել կիսով չափ։ Շատ է, պարոն Սարգսյան։ Ես լիովին համաձայն եմ պարոն Իշխանյանի հետ, այստեղ սիտուատիվ իրավիճակային լուծումներ են առաջարկվում, բայց գիտության զարգացումը եւ առհասարակ այդ ճանապարհը, որը որ պետք է նախանշվի, դա պետք է լինի մի գլոբալ ծրագիր, որը միտված պետք է լինի սերունդների ապագայի համար։ Այլ կերպ ասած, այստեղ պետք է մտածել, ինչպես Չերչիլն էր ասում, ապագա սերունդների կատեգորիաներով։ Պետական գործիչներին նա այդպես էր ձևակերպում, մարդիկ ովքեր մտածում են ոչ թե հաջորդ ընտրությունների արդյունքներով, այլ սերունդների ապագայի չափանիշներով։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է ձևավորել մի որոշակի դոկտրին, մոտեցում, որը պետք է անկախ նրանից, թե ինչպիսի ուժ է, ես նորից կրկնվում եմ, գտնվում քաղաքական վերնախավում,
այդ աշխատանքը պետք է տարվի անընդհատ, դա պետք է Անկախ լինի քաղաքական մշտական, Այո։ շատ ակտիվ գործող մի համայնքի գործունեություն, որը պետք է միտված լինի ազգաբնակչության կրթվածության աստիճանի բարձրացմանը, որը իր հետևից կբերի եւ տնտեսական բարելավման եւ անվտանգության աճի եւ ամենակարևորը դեպի ապագայի հույսի վերադարձին։ Այ ամենակարևորը սա է։ Մեր ամենամեծ խնդրումը նա է, որ մեր հասարակությունը եւ հատկապես մեր երիտասարդները այս երկրի շրջանակներում շատ հաճախ ապագա չեն տեսնում։ Եվ սա այն աղետն է, որին մենք գալու ենք եւ հանգելու ենք որոշ ժամանակ հետո։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, շնորհակալություն պարոն Իշխանյան։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի եւ Արթուր Իշխանյանի հետ։ Հարգելի դիտողներ, մենք հնարավորինս փորձեցինք ներկայացնել քաղաքական ուժերի ծրագրերում գիտությանը վերաբերող հատվածները, նրանց խոստումները եւ պատկերացումները ընդհանրապես ինչ է տեղի ունենում գիտության հետ եւ ինչ է պետք ընդհանրապես մեզ։ Լավ եղեք։